Մարտաֆիլմերի սիրահարներին առաջարկում եմ հետևյալ փորձ անել։ Հաշվեք ձեր, թեկուզ հենց այսօր տեսած ֆիլմում բռնությունների, ռազմորկաների, սպանությունների տեսարանները։ Հետո մտեք մեր վերափոխված ոստիկանության կայքը։ Չէ լավ, ոստիկանության կայքում բոլորը չկան։ Մտեք լրատվամիջոցների կայքեր։ Նայեք Հայաստանում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած ռազմորկանների, բռնությունների, սպանությունների քանակը ու համեմատեք։ Վստահեցնում եմ, որ մեր երկրում կատարվողը իր մասշտաբներով կգերազանցի ձեր տեսած ցանկացած մարտաֆիլմի։ Էլի հիշեցի մարտամեկին։ Դարձավ վարչապետ ու հայտարարեց. Հայաստանում բռնությամբ, զենքով հարց լուծելու պրակտիկային վերջ եմ տվել։ Այդ մարդը իհարկե ոչ մի բանին էլ վերջ չի տվել, սուտ խոսելուց սկսած։ Երեկվա դեպքից տեղյակ եք, շատ չմանրամասնեմ։ Երևանի Աջափնյակ թաղամասի շենքերից մեկի բակում փոխհրաձգություն է եղել, 7 անձ հրազենային վնասվածքով տարվել է հիվանդանոց, մեկը մահացել է, 3 վիճակը ծայրահեղ ծանր է։ Պատճառը կարևոր չէ, հաստատ հանուն հայրենիքի չէ։ Կարևորն այն է, ժողովուրդ ջան, ու վտանգավորը, որ մեր երկրում կա լիքը զենք ու դրանք կրակում են ամեն օր։ Սովորական բան է դարձել փողոցի մեջտեղը սպանությունները, կրակոցները։ Ինչ որ ոստիկանապետ է գնացել դեպքի վայր, փոխոստիկանապետ, ՆԳ նախարարի տեղակալներ, Երևանի ոստիկանապետ եւ այլն, անիմաստ դեկորներ, մի խանգարեք, գործ ենք անում, այդ գործը պետք է անեիք, որպեսզի չլինեին այդ դեպքերը։ Երեք մեկ այլ լուր տարածվեց, որ Արարատի մարզում 5 հոգով ծեծել են 2 հոգու։ Այսօր էլ իմացանք, որ էլի ծեծկրտուք է տեղի ունեցել Երևանում ռեստորանի դիմաց, էլի մի 7 հոգու տարել են ոստիկանություն։ Այդ Արարատի երեկվա դեպքը, որ ասում եմ, 5-ից 2-ն էլ անչափահաս են։